Հետևորդներ ջան, բարի լույս Արտաշատից, ոնց եք, ինչպես եք, ինչպես է ձեր տրամադրությունը, իմը շատ լավ է, վայքից եկանք, հասանք, քույրիկից տեսա 2 օր, դա ամենակարևորն էր, կարևորն են չի գնացել ենք Սունկ, Շուշան, ինչ հավաքինք, ինչ չհավաքինք, կարևորը որ 2 օր քույրիկից տեսանք, լավ ժամանակ անցկացրեցի, լիցքաթափվեցինք, ճիշտ է հոգնած, ջարդված դե դաշտի գործը գիտեք, շատ ծանր է, քայլի ու քայլի, շոկ, արև, անձրև, ասես մի խառը, բայց շատ լավ էր, թող այդպես լինի, ես չեմ դժգոհում, կարևորը գնալն էլ, քույրիկից տեսնելն էր, 2 օր մնալն էր, շատ հաճելի էր։ Հիմա էլ եկել եմ Արտաշատ, դե գիշերը եկանք մնացինք Արտաշատ, հիմա էլ պատրաստում ենք, որպեսզի գնամ աղջկաս տուն, թոռնիկից տեսնեմ եւ մեր հետ տանենք Ստեփանավան, որովհետեւ աղջիկս ուզում է մասնակցել փոշոտմանը։ Տանելու եմ Դենդրոպարկ, աղջկաս ու թոռնիկիս ման են գալու, նկարահանումներ եմ անելու Դենդրոպարկից։ Իմիջայլոց ասեմ, որ արդեն փոշոտումը սկսվել է, հետևորդներ ջան, նոր որ սկսվել է, ովքեր որ ցանկություն ունեն Փոշոտումը արդեն սկսվել է, սիրելի հետևորդներ ջան, ովքեր ցանկություն ունեն գալ մասնակցել փոշոտմանը, ապա կարող են գալ, արդեն սկսվել է։ Էս էլ մերոնց տան գիլասի ծառներն է, տեսեք ինչ լավ կարմրել է, ինչ լավ բռնել է, հավեսը, մի հատ կարելի է ուտել, մի հատ ասեցի մի քանի հատ վերցրեցի, որտեվ չես կարում անտարբեր մնաս համով Տեսեք թե ինչքան կա, այս կողմի վրա էս նեղ բարակ գիլասի ծառա, այն մի կողքը, այս ներքևի հատվածը, բոլորը ծիրաբանը գիլասի ծառներ են, բոլորը ու վները լիքը կա, իսկ այս մեկը արդ մի քիչ ուշահաս է, տեսեք նոր սենց ցոգոլ ա վրեն, նոր սենց փոքր է, տարբեր ժամանակներում հասնող ամեն ինչ էլ ունեն, թե ծիրան, թե դեղս, թե գիլաս, ամեն ինչ, աղբերը սարքել է Հայատը Միչուրինի այգին, ինչ ուզես այգում կա, հապալմատես գիլասի ճյուղը նայեք հետևորդներ ջան, այնքան ծանր է աղբերը սենց մի հատ հաչայա դրե, որ պահի ճյուղը չջարդվի, ինձ սիրուն է, արտակարգ համովել է, շատ համով է, տեսարանն է հիասքանչա, ապա մոտենամ ծիրանին, տնամ ցոգոլն ինչքան է մեծացել, լավ մեծացել է, այդ կարգի է, մի երկու հատ քաղենք, ես իմ փայը խակ եմ ուտում, երկու հատ քաղեմ ճանապարհին, որ սիրտս խառնում է, ծիրանը ցոգոլն ուտում եմ, անմիջապես անցնում է, խաղողի տերևներն էլ լավ մեծացել, այն անգամ մի քիչ փոքրը քաղեցի, բայց հիմա տեսեք, թե ինչ լավ ու փայլուն, սա քիշմիշն է, քիշմիշի տերևը, ընդհանրապես քիշմիշի տերևը պիտի լինի փայլուն, ու չէ, вообще ընդհանրապես տերև պահելու համար ծմռվա կլինի, կամ պահածոացված, որ փակվում է ամեն ձևի, պետք է անպայման օգտագործեք քիշմիշի տերևը, տեսեք համ ինքը նուրբ է, համ փայլուն, շատ նուրբ է տերևը, արտակարգ, Ձե թթի ծառն է, թութը արդեն ուզում է կարմրի, թութը արդեն նայեք կարմրել է, մի 5 օրից, շատ չէ, արտակարգ արդեն թութ կլինի, մի 5 օր, տեսեք մի փոքր կա,
Ուտեմ տնամ քաղցրել, հա։ Լավն է։ Շատ համով թութա։ Մենակ ես սև թթի են չեմ սիրում, որ ուտում ես ու ամբողջությամբ թութ ես լինում սև։ ու մի 2 ժամ չի անցնում վրիցը սև գույնը։ Հիմա գնանք պատրաստվեմ, հաց ուտեմ, մամա ձեն տվեց, հացը պատրաստ է, հաց ուտեմ ու գնանք աղջկաս տուն։ Գնանք աղջկաս էլ վերցնենք ու գնանք դեպի Ստեփանավան ու մասնակցենք փոշոտմանը։ Շարժվում։ Ձակ պիտի բերի, չէ։ Շարժվումը կարիճ է, թունավոր կարիճ։ Տեսեք, այսպես բռնել են ու բանկի մեջ են գցել։ Արտաշատի կերած խմած կարիճներից է։ Բայց ես ահավոր վախենում եմ կարիճից, աննկարագրելի ձևով։ Հետևորդներ ջան, եկել եմ աղջկաս տուն ու ցույց եմ տալի, տեսեք, թե ինչ մեծ նապաստակ ունեն։ Առանց աշկերը թարթելու խոտ է ուտում։ Սիրուն է, բայց սպիտակ, սիրուն։ Մի հատ ստեղ է, մի հատ էս մուկ գույնի ստեղ է, էսա ձակ հանեմոս։ Չէ, այս անել է։ Բուր է ձակերը։ Արի աս։ Հələ գնանք ձակերին է նկարենք։ Ուրա մոս, հələ ցույց տուր։ Այդեն։ Էս է ձակերը իրանց։ Մի 2 հատ ստեղ սև ձակեր ունի, ստեղ էլ մի հատ սեռի ձակ։ Մեծացել են արդեն, ես ասի փոքր են ձակերը։ Չէ, շուտ մեծացա։ Էս էլ նայեք իրանց գիլասի ծառն է, ինչ մեծ է։ Մեր Օստանինը տեսակ, չէ, ինչքան փոքր էր։ Բայց հələ տեսեք իրանց գիլասի ծառերը ինչ մեծ են։ Լավ էլ բռնելա, խոշորել համով գիլասա, հələ սպասմոս։ Ստեղ ենքան պոկել եք, բայց տերևները թորոմել է։ Ապա ջերմոցը նկարեմ ոս։ Պասի։ Հələ ջերմոցը մի հատ ցույց տամ, բիբար են շտլել, նայեք ինչքան մեծ ջերմոց ունեն։ Լավ էլ իրար մոտիկ էլ դրել են, այ շիթիլները։ Ես սենց մոտիկ չեմ էլ արել, մի քիչ հեռավորություն եմ պահե։ Այնե ռեհան են շտլե։ Այս մի կողմն է ռեհանն է։ Ստեղ այնքան շոկ է, պատկերացեք չեմ կարում մտնեմ ջերմոցի տակը ու նկարեմ, դրսից եմ նկարում, հնարավոր չի մեծ չմտնել, որովհետև տեսեք, այ այս տեսակի ցելոֆոն է ջերմոցին քաշած։ Ցելոֆոնի տակը։ Հա ոչինչ, էս էլ էլի գիլաս։ Ինչ տարբերություն, սա շաքար խնձորի ծառը։ Հա, գիտեմ, որ ծերը չի։ Հարևանինն է։ Այս ինչ շոքա արտաշատում։ Երանի գանք Ստեփանավան ու տեսնենք, որ Ստեփանավանինն էլ է, որ փոշոտումը շատ լավ կատարվի։ Հավեսինը, շատ հավեսին։ Ես օրինակ շատ սիրում եմ տաք, ցուրտ չեմ սիրում։ Ինչքան շոկ լինի, ես դիմանում եմ, բայց ցուրտը տանել չեմ կարողանում։ Արի գնանք են մեղտերով սիրուն, այս ինձը բուկը, հա? Երեխուսը թյուր են գնում։ Սևը լինյոն, լիդիրկը։ Իմ թորնիկը զուզում ատես բան է ձեր չի տալի։ Ձեր դուր։ Թե դու, տեսնում եք, որ ձեր չի տալի։ Սիրուն է, բայց լստեք արուշ։ Լինա, արի մտնենք եկեր։ Մարև ձեզ։ Որտեղ էինք մտել։ Մի հատ էստեղ կա։ Արի մի հատ էստում մտել։ Արի մտնենք Ճապիլիկ։ Սեք ամբողջ ճաբարանը դրոշ է։ Երկու կողմը, վերևը, բոլորը դրոշ։ Չէ, սպառադի են պատրաստվում։ Քաղաքի տոնատիելի։ Ոնց թվում է պարադի են պատրաստվում։ Մինչև երևի քաղաքի դուրս գալը, երկու կողմ
համով, բայց այս դրոշակ է լինելու ըստ ինձ ենթադրում եմ, հեսա կտեսնեմ։ Նոր տարվա լույսերի նման քաղաքը սկսվում էր լույսերով, վերջանում էր լույսերով։ Այս էլ Գնթունիքն է, մոտեցանք, բնականաբար պետք է կանգնենք, որովհետև ուզում ենք պաղ-պաղ ակուտել։ Այս այդ իշքան մարդ կա Գնթունիքում, իշքան մեքենաներ կան կանգնած։ Ծառերից արդեն կգուշակեք, որ մենք հասանք Ստեփանավան։ 2-3 օր չենք եղել Ստեփանավանում, բայց հələ տեսեք ինչ ձև է փոփոխվել։ Եղանակը ինչ մեծ նշանակություն ունի։ Մի 2 օր էլ լավ արև է անում ու լրիվ ըմպիկ փոշոտում է ստացվել։ Տեսեք ինչ ոնց որ անտառի մեջով գնանք։ Այսքան մեղման եկանք, մեկ մեղրիներ այսպես սիրուն բան, մեկ էլ մեր Ստեփանավանը։ Ստեղ է կուկուրուզ են ծախում, կարոշտա ծախում են։ Մի քանի տեղ կա ծախում են։ Նե, շատ լավն է, հարտակարգ է մեր Ստեփանավանը իրա բնությամբ, հրաշք, ինչ։ Էսա տենան կարաջան են կռուկի վրա կուկուրուզ կա, կառնենք սվուկի համար։ Այսօր մի հատ խաչում է կռուկ ենք տալի, ինդեղ արդեն կա։ Իսկ վերևի լա անտառները, նայեք, բարձր գնում է դեպի անտառները, շատ սիրուն է։ Ահա, հեն է, բայց այս ինչ է, չէ, զգույնավոր բամբա կա, բայց կա կուկուրուզե կա։ Բա որ ներքևը չլնի, թե կա, հեն ջրի մոտ պուլպուլակի։ Տեսնենք էլ մի ստեղում կա։ Ալո։ Արուզ, բարի արուզ։ Երկու հատ կուկուրուզ։ Աղեք անելու վրեն։ Անպայման։ Լավ գործ կա, թե էլը չէ։ Չեն եկե հանգստացողները։ Չէ։ Հեսա որ գան լավ գործ կունենակ։ Որ հանգստացողները գան, լավ գործ կունենակ էլ երևանցիները։ Հետևորդներ ջան, որ գաք անպայման ես կռուգն որ պուլպուլակա կկանգնեք ու կուկուրուզ կառնեք, շատ համով է։ Ապրեք։ Երկու հատ գնեցինք։ Երեխաները չէին ուզում, որ իրանց նկարենք։ Սխտորուկ ենք մաքրում, արդեն եկանք, տեղ հասանք։ Հիմա բերածը պետք է մշակվի, տեսեք ինչ լավ սխտորուկներ են, վայրի սխտորուկ է, շատ համով թթույա լինում։ Կարում ես նաև պանդրի մեջ օգտագործես, պանդրով սարքես, համնվում է, շատ համով է լինում։ Հիմա ամբողջ տունը սխտորի հոտն անգել, տեսեք ինչ լավ էլ հաստ քրփլի քոքեր է։ Մաքրելը հավես է։ Բայց իրանից է շատ աղբա դուրս գալիլը, տեսեք։ Ինչքան է մաքրել ենք հանելու ընթացքում, կապ չունի, մեկ է, էլի աղբը դուրս գալիս։ Ես ալան եմ, պղծում եմ, թթու դնելու ձևն էլ ցույց կտամ, թե ոնց եմ թթու դնում սխտորուկը։ Հետո շուշանը հեսա կմաքրենք, հետո սունկը, մի քիչ աշխատենք, սխտորուկը մաքրենք, շուշանը կիսատ մնաց, սխտորուկը համարյա պրծնում եմ, բայց հյուրեր ունեցանք, տալս եկել է հյուր, այս նստած սուրճ ենք խմում, ընդմիջում, պաուզա։ Սպասի։
Հիմա էլ սունկն ենք մաքրում։ Տեսեք ինձ սիրուն պուտյուրիկ հատուկ սենց հավաքել եմ մարինատի համար։ Փոքրը ինքը շատ լավ մարինատ է լինում համով։ Հələ տեսեք, ինչ պուտյուրիկ սիրուն սունկիկներ է։ Աղջիկները արագ-արագ մաքրում են։ Դեռ բավականին կա մաքրելու, այսքան է կա մաքրելու։ Մաքրում են, սենց խոշորել ունենք։ Ես էլ ենք մաքրել ենք, դրել ենք։ Այդ էլ կանենք, ես կտնենք սարցե խցիկ, իսկ ես մանրները մարինատ ենք անելու շատ համով է լինում։ Սենց կանենք, հետո որ մեր մոտ արդեն անտառում ռիժիկ լինի, անպայման ռիժիկ էլ եմ հավաքելու, որովհետև ռիժիկի մարինատը յուրահատուկ է։ Հələ պայ Կարուջան, նայչքան պուտյուր սունկ կա։ Այդ էլ չեմ ալարե, կզվե հավաքել եմ, որովհետև մանր ինքը շատ համով է լինում ու շատ սիրուն։ Բայց հեսա աճարով փլավել ենք անելու սնկով։ Վաղը կանենք, հա Կարուջան շատ համով է, Նազո մոքորը սարքել էր, վերջն էր, թե ինչ համով էր։ Սարքելու եմ անպայման։ Շուշանն էլ ենք պատրաստել, տեսեք։ Այս էլ շուշանը, արդենի սենց մաքրած վիճակով, սենց մաքրել ենք զոխերը, որ թթու դնենք, որը փակելու համար, որն էլ հիմիկվա ուտելու։ Իսկ ես մանր ճյուղերն է սենց հանել ենք վրից, որ տապակենք աղցնանենք։ Ամեն ինչը օգտագործում ենք։